Դուք դիտում եք Արմարուրի արտահերթ թողարկումը, բարև ձեզ։ Նոյեմբերի 16-ին վաղար շաբաթ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են։ Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 47 ընտրատեղամաս։ Առավոտյան ժամը 8-ին Հայաստանի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 47 ընտրական տեղամասերը եւ ընդունել առաջին ընտրողներին։ Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում։ Ընտրությունների եւ քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 31 տեղական զանգվածային դրատվության միջոցներ։ Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն, որից 2-ը համատեղ։ Վաղար շաբաթ համայնքի ընտրողների թիվն ըստ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքականության ծառայության տվյալների 69866 է։ Վաղար շաբաթի թիվ 14 կոտորակ 11 ընտրական տեղամասում ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը։ Ընտրությունը կատարեցինք աղոթքով, հայցելով, որ արդար ընթացք ունենա եւ վաղար շաբաթ քաղաքը բարգավաճի, շենանա եւ պարգևի մեր ժողովրդին այստեղ ապրող բարոր կյանք։ Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14 կոտորակ 13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել Արթուր Վանեցյանի գլխավորած հայրենիք կուսակցության կողմից վաղար շաբաթի քաղաքապետի թեկնածու առաջադրված գրող հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։ Հանդիպումների ընթացքում ես հստակ տեսա, որ մարդկանց մոտ հավատն է փշրվել, տարիների ընթացքում տեսել են, որ իրենց քվեն, այո, ոչինչ չէր որոշում եւ հիմա էլ այդ նույն տեմպի տակ են մնացել, բայց ես կարծում եմ, որ պիտի սթափվենք, պիտի կարողանանք հասկանալ, որ մեր ձայնի իրավունքը պաշտպանելու ենք, մենք պիտի մասնակիցը լինենք մեր երկրի ընթացքի, հակառակ դեպքում ուրիշներն են որոշելու մեր երկրի եւ մեր ճակատագիրը։ Մանուկյան, ընդդիմությունը այսօր հաղթանակ տոնելու է։ Որքան են շանսերը ընդդիմության։ Ընդդիմությունը հաղթանակ որպես այդպեսին ես տեսա ընտրապայքարի ընթացքում, որ մարդիկ արդեն կարողացել են այդ թմբիրից ձերբազատվել, հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում, այս իմաստով հաղթանակը կա։ Մնում է, ասենք, եթե վավերացվում է, այսինքն քվեների տեսքով, ուրեմն այո, այդ հաղթանակը կլինի նաև այդպես։ Կարծում եմ, եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակ կտոնի։ Վաղար շաբաթ խոշորացված համայնքում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Առավոտյան վաղ ժամը 8:00-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Արմալուրի նկարահանող թիմն այսօր ամբողջ օրվա ընթացքում կշրջի ընտրատեղամասերում։ Այս պահին իմ գործընկեր Շողեր Ղլիջյանը հետևում է ընտրությունների ընթացքին։ Շողեր, ողջույն, խոսքը փոխանցում եմ քեզ։ Այո, Հասմիկ, շնորհակալություն։ Մենք գտնվում ենք 14 կոտորակ 8 ընտրատեղամասում, այստեղ եւս մեկնարկել է ընտրական գործընթացը։ Առաջին ընտրողներն են արդեն գալիս ընտրության։ Վաղար շաբաթ համայնքի 47 ընտրական տեղամասերում ընտրական գործընթացը մեկնարկեց ճիշտ ժամանակին։ Հանձնաժողովի անդամները կազմ պատրաստ սպասում են քաղաքացիներին, ներկայացնում ընտրություն կատարելու ճիշտ ձևը։ Առանց ծալետում եք ծրարի մեջ ու մոտենում եք քվեատուփի մոտ։ Մնացյալը այնտեղ տեղանքում եք այնտեղ։ Էջմիածին քաղաքի 14 կոտորակ 8 ընտրատեղամասում գործընթացը մեկնարկում է անխոչնդոտ։ Այստեղ առաջին ընտրողներն արդեն գալիս են ընտրության։ Բարի ընտրություն, Աստված բարին տա։ Շնորհակալ եմ։ Օրը բացվելուն պես ընտրողների հոսքը կակտիվանա, վստահեցնում է տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը։ Դե ասել, որ հոսքը շատ բուրնա չէ, նորմալ։ Դե ժամի համար մանավանդ եղանակը մի քիչ բարենպաստ չէ։
ինձ թվում է, որ մի քիչ եղանակը տաքանա, մարդկանց հոսքը կավելանա։ Մնացածը սովորական գործընթաց է, վստահված անձիկ, դիտորդներ, ԶԼՄ-ներ, ներկայացուցիչներ։ 14 կոտորակ 7 ընտրատեղամասն է։ Ընտրության մեկնարկի ժամանակ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս ընտրատեղամասում իր ընտրությունը կատարեց Հանրապետություն կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։ Կեցե ազատ, ինքնիշխան, սուվերեն և անվտանգ Հայաստանի Հանրապետություն։ Թեկնածուն լրագրողների հետ զրույցում բացառեց ընդդիմությանը միանալու վարկածը։ Ես ի սկզբանե դուրս եմ եկել ընտրապայքարի, գիտակցելով, որ կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի կեղտոտ փողերի հետ, կռիվ եմ տալիս Ռոբերտ Քոչարյանի թեկնածուների հետ վաղար շաբաթում, իսկ այդպիսիք մի քանիսն են վաղար շաբաթում։ Եվ ի սկզբանե իմ առաջ խնդիր եմ դրել առաջին հերթին և հիմնականում Գյումրի 2 վաղար շաբաթում թույլ չտալու, եւ ես դա այլևս կարող եմ այս պահին արձանագրել, որ Գյումրի 2-ի Կիրիենկոյա մերձ այդ սցենարը վաղուց վիժեցված է։ Այն պահին, երբ որ Հանրապետություն կուսակցությունը եւ ես որոշում կայացրեցինք ընտրություններին մասնակցելու, Գյումրի 2-ի սցենարը արդեն իսկ վիժեցրեցին։ Ես հիմա գնում եմ բացարձակ հաղթանակի արգելքի վրա։ Ընտրական գործընթացն առանց խնդիրների անցկացնելու հիմնական հարցը շարունակում է մնալ քաղաքացիների ընտրական գործընթացի մասին անտեղյակ լինելը կամ գրանցման ընտրատեղամասը շփոթելը։ Մենք այս պահին գտնվում ենք 14 կոտորակ 20 ընտրատեղամասում, իմ զրուցակիցն է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիկին Կարապետյանը։ Տիկին Կարապետյան, պետք է խնդրեմ ներկայացնեք, թե ինչ իրավիճակ է այս պահին, ունեք ընտրողների որոշակի հոսքար թե։ Աշճանաբար սկսել են մի քիչ աշխուժանալ, ակնկալում ենք, որ կկատարեն իրենց պարտքը եւ կգան ընտրությունների։ Ընթանում է նորմալ, հանգիստ, բնականon ձևով։ Շողեր Ղլիջյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69866 մարդ։ 14 կոտորակ 28 ընտրատեղամասում ժամը 10-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքն է կատարել 38 ընտրող։ Արագած գյուղում տեղակայված այս ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կկատարի նաև իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը։ Մինչ թեկնածուի տեղամաս այցելելն այստեղ իրավիճակը մի փոքր լարվեց։ Ընտրողներից մեկը ցանկություն էր հայտնել քվյախցիկում օգնել հորեղբորը, որն ուներ առողջական խնդիրներ։ Դիտորդական առաքելություն իրականացնողներից մեկը փաստեց, որ չի կարող, քանի որ ազգակցական կապ ունի։ Ինքը ազգակցական կապ ունի, ինքը ինչ որ։ Ինչ եկեք դուք բացատրեք այդ մարդուն, եթե մեկը կարա, բացատրեք, թող մտնի ինքը։ Ես լրիվ անծանոթ կանչեմ ինձ իրա հետ գնա։ Իրավիճակը հարթվեց։ Օգնելը պետքա լրիվ անծանոթ, չլինի վստահվածան, չլինի հանձնաժողովի անդամ, ուղղակի պատահական հիմունքներով մեկը ներս է մտնում, ասեմ խնդրում եմ եկեք իրեն օգնեք, չի կարողանում։ Եվ տվյալները գրանցենք պարտադիր գրանցամատյանում։ Օգտողը մեկ անգամ իրավունք ունի օգնելու։ Արգիշտի Մեխակյանը կատարեց իր ընտրությունը, իդեպ թեկնածուն միայնակ էր եկել ընտրատեղամաս։ Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում Մեխակյանը նշեց, իրենք այս ամբողջ ընթացքում իրականացրել են քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ վաղարշապատցու բացարձակ վստահությունը։ Ես Խոյ համայնքում իմ կառավարման տարիներին եւ վաղարշապատում իմ պաշտոնավարման ժամանակավոր պաշտոնավարման ժամանակահատվածում կարծում եմ, որ
մեր բնակիչների հետ եւ հանդիպումների ժամանակ եւ մեր կատարած աշխատանքով ավելի վստահ ենք։ Իսկ նախորդ երկու դեպքերում կարող ենք ասել, որ այդքան էլ այդպես չի եղել։ Հարցին, ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել քարոզարշավն ամփոփող հանրահավաքին, Մեխակյանը պատասխանում է. Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, մենք նույնիսկ հանրահավաք ի սկզբանե չենք էլ պլանավորել։ Դա ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ բնակչությունից ստացված դրական էներգետիկայով պայմանավորված որոշել ենք քայլել։ Մեխակյանը մեկնաբանում է նաև թեկնածուներից մեկի Հարություն Մկրտչյանի հայտարարությունը։ Հանրապետություն կուսակցության թեկնածուն Հարություն Մկրտչյանը ասում է, որ ԿՊ-ն իր ձայները իրեն կմիանա, այսինքն առանց ձեր հետ պայմանավորվելու այդպիսի պատասխանատու հայտարարություններ անում։ Իր կարծիքն է, որ իր անձնական կարծիքն է։ Դուք չեք միանալու Հարությունին։ Մենք չունենք այդպիսի ոչ պաշտոնական, ոչ անձնական դիրք։ Այս պահին մենք գտնվում ենք 14:10 ընտրատեղամասի դիմաց, այստեղ ժամը 11:00-ին իր ընտրությունը կկատարի հաղթանակ դաշինքի ներկայացուցիչ Սևակ Խաչատրյանը։ Հիշեցնենք, Սևակ Խաչատրյանը նախորդ ընտրություններում ձայների 36.52%-ներ ստացել։ Սևակ Խաչատրյանն ընտրության է եկել իր ընտանիքի անդամների հետ։ Ընդդիմադիր թեկնածուն հայտարարեց, իրենք գնում են բացարձակ հաղթանակի։ Գուշակություններ այս պահին պետք չի անել, բայց մենք եւ մեր թիմը, ինչպես նախկինում էլ հայտարարել են, գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք հաղթանակ։ Նախկինում էլ հայտարարել են, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք համագործակցության եզրեր կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Հաստատեց նաև, որ չի վախենում հաղթանակի դեպքում իր դեմ քրեական գործ հարուցելուց։ Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ որ վախեր, որ ունեմ քրեական գործ կհարուցեն, բնականաբար ոչ։ Հարցումների արդյունքները են տեղադրել ուրբաթօրը, ըստ որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ին մոտ է։ Դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթուն ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ կախորոշված է ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք լրիվ այլ քվեարկության արդյունքներ։ 14:10 ընտրական տեղամասում միջադեպ է գրանցվել հայրենիք կուսակցության վստահված անձը նկատել է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձի ձեռքում ցուցակ կա։ Դեպքը տեղի ունեցել գրեթե ժամը 10-ին, նկատեցի, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչը վստահված անձը ձեռքը ցուցանք կար։ Ուշադրություն դարձրեցի, հասկացա, որ ինչ որ թվեր է գրված, որտեղ որ հաճախ մտնում են քաղաքացիներ, նա նշումներ է կատարում իր մոտ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը ներկայացնում է ստեղծված իրավիճակը։ Ես մարդը իմանայի 1900 քանի օքեն կանեք, ես ասեմ, էլ վրա մի տղեկ։ 1913 էր, ես էլ ասի գալետենամ մեջ կանա, քարե հոգյա գալու ընտրության մասնակցելու, էդ այլ է իմ միտքը։ Ուրիշ բան չկար։ Բա ինչ անել, տանը տուալետ դնեի։ Դե ո՞նց եք ձեռքի մտել այդպես են։ Ազի ջան, ես քեզ էլ հարց չպսա, պատասխանը չկա։ Տեղեկացնենք, ընտրատեղամասերը կգործեն մինչև 20:00-ին, ինչից հետո դրանք կփակվեն եւ կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։ Հասմիկ Ֆարադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։ Այսքանն այս ժամի համար հետևեք առաջիկա թողարկումներին։